ասում են ինչպես է կարելի գնալ Բաքու, երբ որ հայ զինվորի արյուն է թափել եւ այլն եւ այլն։ Կամ այնտեղ գերիներ կան հիմա։ Կամ այնտեղ գերիներ կան, հենց այդ պատճառով էլ պետք է գնալ Բաքու եւ զրուցել, որովհետեւ եթե դա չանես, ավելի շատ արյուն է լինելու եւ գիտեք մենք առաջին անգամ չենք այս պատմությունը մեզ այս փուլով անցնում, որ ասենք առաջին անգամ էր, գուցե երկրորդ անգամ այլ ձևով կլինի, երրորդ անգամ այլ ձևով կլինի։ 19-րդ դարի վերջից մեր ժողովուրդը անցել է մի քանի խոշորագույն ողբերգությունների միջով, եւ եթե դուք կարդում եք նաեւ դրանից հետո Հովհաննես Քաջազնունին ամենահայտնին, հա, ինքը որ նույն դաշնակցությունը այլևս անելու գործ չունի, գուցե մի քիչ սխալ եմ մեջբերում վերնակիրը, հա, որ ինքը խոր ինքնարեֆլեքսիա է այդ մարդու այդ ողբերգություններից հետո, բայց մենք նույնիսկ ցեղասպանության տարիներին կարող ենք հանդիպել մեր մամուլում կամ դրանից առաջ այլ կարծիքներ, որոնք հիմա թվում են ավելի ողջամիտ, ավելի ընկալելի, բայց այդ ընդհանուր էմոցիոնալ ֆոնի մեջ խորտակվել են, հա։